Ընկերներ ջան, ողջույն, ոնց եք, հուսով եմ, որ դուք լավ եք։ Մեր մոտ ամեն ինչ մի քիչ խառն է, բայց ընդհանուր առմամբ լավ ենք։ Մոտորներս կասեմ ինչով ենք խառը, ասենց չխառնեմ վլոգները իրար։ Այս բայդրությամբ մի հատ հետաքրքիր տեսանյութ էի նայում, Ֆրանսիայում էսթետիկ վիրաբուժության էսթետիկ միջամտությունների մասին շատ հետաքրքիր էր։ Հեսած ես հետ եք կկիսվեմ, մենակ ուզում եմ ես հեռախոսը շտատիվի վրա դնեմ, ձերքս ազատ լինի եւ ձեր հետ էլ միկրոֆոնը կմիացնեմ, որպեսզի համ լավ լսվի, համ էլ ձերքս ազատ լինի։ Վերջերս կատարված հարցումների պարզվել է, որ մարդկության հիմնական զանգվածը երկու ցանկություն ունի։ Մի մասը ցանկանում է երիտասարդ մնալ, մյուս մասն էլ ցանկանում է նիհարել։ Եվ մարդկության այս երկու երազանքներն իրականացնելու համար մեզ օգնության են գալիս բժիշկները։ Ինձ համար շատ հետաքրքիր էր իմանալ, որ բժշկական համալսարանը ավարտած բժիշկները, նորաթուխ բժիշկները, ովքեր մինչև 2 տարի փորձ ունեն, օրինակ իրենք ավելի քիչ գումար են վաստակում, քան էլի մինչև 2 տարի աշխատանքային փորձ ունեցող էսթետիկական միջամտություններ կատարող բժիշկները։ Ու ամեն տարի էսթետիկ միջամտություններ կատարող բժիշկների աշխատավարձը ավելի շատ է, կրկնապատկվում է կրկնակի անգամ, քան այն բժիշկներին, ովքեր որ կոնկրետ հիվանդի հետ գործ ունեն։ Ըստ հաշվարկների, բժշկի մոտ այցելում են հիմնականում այն պացիենտները, ովքեր խնդիրներ ունեն, առողջական այս կամ այն խնդիր ունեն եւ դիմում են բժշկի։ Եվ հիմնականում այս մարդկանց թիվը որոշակի տարիքային գծից է սկսվում, սահմանից է սկսվում, այսինքն երիտասարդները ավելի հազվադեպ են դիմում բժշկին, որովհետև ավելի առողջ են։ Բայց էսթետիկ միջամտության դիմում են արդեն վաղ տարիքից, այսինքն մինչև 30 տարեկան արդեն իրենք դիմում են էսթետիկ միջամտությունների տարբեր եւ այս պատճառով ստացվում է, որ էսթետիկ միջամտություն կատարող բժիշկները ավելի շատ գումար են աշխատում։ Ես որպես եվրոպական երկիր ինձ հետաքրքիր էր Ֆրանսիայում ինչ նորամուծություններ կան, ովքեր են այցելում, ովքեր են դիմում էսթետիկ վիրաբուժության։ Հիմնականում էսթետիկն եմ նայել, որտեղ վիրահատություններ չեն լինում, այլ տեղային ցավազրկողների միջոցով ու կոնկրետ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ միջամտությունների համար են դիմում։ Ես այստեղ փոքրիկ նկարներ կդնեմ, տարբեր իմ ուսումնասիրություններից ելնելով։ Միայն նշեմ, որ միայն Ֆրանսիայում 8 միլիոն եվրոյի շրջանառություն է կատարվել հենց էսթետիկ միջամտության ոլորտում։ Այսինքն այս վերջին 5 տարիների ընթացքում եկամուտը կրկնապատկվել է։ Հիմնականում օգտագործվում է հիալուրոնիկ թթուն եւ տարբեր միջամտություններ են կատարում։ Ինձ հետաքրքիր էր տեսնել, թե հիմնականում ֆրանսիացիները ինչից են բողոքում, մարմնի որ հատվածն է իրենց խանգարում կամ դեմքի վրա ինչ փոփոխություններ են ուզում անել։ Մի երիտասարդ աղջիկ, ով 30 տարեկան չկար, 26 տարեկան է, եթե չեմ սխալվում, ինքը քթի հատվածում ուներ այսպիսի մի քիչ բարձր հատված, կարբուշոկ ենք մենք, եթե չեմ սխալվում ասում, դիմել էր ռինոպլաստիկայի մասնագետի, այդ կինը ներարկման միջոցով պետք է այս քթի եզրը բարձրացներ, որպեսզի հավասարվեր։ Արդյունքում այո, կինը այդպես ցույց տվեց նույնիսկ թե ինչպես է այս հատվածից ներարկումը կատարում, ներարկում է հիալուրոնիկ թթու, որը մարդու օրգանիզմում էլ իրականում կա, եւ մոտավորապես 2-3 տարի այդ հատվածից բարձրացրեց, որպեսզի քիթը այդ կարբուշոկը փակվի էլ չերևա։ Ինքնարդյունքից շատ գոհ էր, հատկապես չէր ցանկանում վիրահատական միջոցի դիմել եւ այսպես անցավ է լինում ընդամենը մի քանի րոպե եւ իրեն նեղացնող քիթիկից ինքը հրաժարվում է, բայց սա 2-3 տարի մեկ պետք է կրկնվի, որովհետեւ 2 տարի, 3 տարի հետո այն ներծծվում է մաշկի մեջ։ Այս պրոցեդուրան արժեր 600 եվրո։ Հետաքրքիր է նաև մեկ ուրիշ կին, ով իրականում ինքը շատ նիհարիկ կին էր, ինքն էլ ցանկանում էր, որպեսզի այս հատվածը մի փոքր սենց բռնելու տեղ կար,
ինքը բավականին նիհարիկ էր, ասում եմ, ամեն օր հեծանիվի սարքի վրա տանը 40 րոպե ինքը հատուկ վարժություններ էր անում, սակայն իր մոտ չէր ստացվում, բողոքում էր, որ գուցե արդեն ոնց որ 41 թե 42 տարեկան էր եւ իր մոտ միևնույնն է չի օգնում այս բռնանքներից ազատվելը, որոշել էր դիմել հատուկ մասնագետի, շատ հայտնի պրոցեդուրա է, իդեպ ես ինչքանով որ հասկացա, Ֆրանսիայում շատ է տարածվում այս միջոցը, այս սարքը բերում են Ամերիկայից, ամերիկյան տեխնոլոգիա է, ուրեմն այն հատվածներում, որտեղ որ ուզում ես նիհարի, հիմնականում փորի շրջանը, այս կողքի շրջանը, ոտքերը, եթե չեմ սխալվում, ասեցին, մեկ էլ ձեռքերի հատվածները կարելի է անել, սարքը միացնում են մոտավորապես 1 ժամից 2 ժամ, կոնկրետ կինը դիմել էր այս երկու կողմերի համար, այդ հատվածները, սալը, այսպես ամուր կպնում է այդ սարքը և սառացնում է։ Սառեցնում է 1-ից 2 ժամ, -8 աստիճանի է հասցվում և մոտիսի 3-ից 4 սանտիմետր այս հատվածի սալիկներն նիհարել, ապարատը միացնում է բժիշկը մոտավորապես 1-ից 2 ժամ և այն մնում է հասնում է ջերմաստիճանը -8 աստիճանի, հանելուց հետո սենց այդ հատվածը սենց կարմրած ամբողջությամբ լինում, պետք է մերզման միջոցով հավասարեցնի։ Արդյունքը երևում է 2-ից 3 ամիս հետո, տեղում չի երևում, որ նիհարել է, այդ սարքը շատ հայտնի է, ասում են, թե Ամերիկայից գնում են 60-ից 100.000 եվրո արժի, հիմա շատ մեծ տարածում է գտնում, շատերը հենց փորի հատվածը այդ հատվածը նիհարեցնելու համար և կողքի հատվածը շատ են դիմում, կինը վճարեց 350 եվրո այդ պրոցեդուրայի համար։ Մեկ այլ կին էլ կար, ինքը շատ նեղվում էր, ինքը 50 տարեկան պլյուս էր և ասում էր, որ իր դեմքի այս հատվածը նկատում է, որ մի փոքր ժամանակ առ ժամանակ, սա իր առաջին միջամտությունը չէր, ինքը անընդհատ դիմում է էսթետիկ վիրաբուժության, քանի որ այդպես արագ է լինում, այստեղից և այստեղից անմիջապես էլի այդ նույն հիլարոնիկ թթուն սրսկում է բժշկուհին ու տեղում մի տեսակ սենց այդ կախված հատվածը բարձրանում է։ Այս գործողությունը արժեր 560 եվրո, հետաքրքիր էր մի կին էլ դիմել էր իր ցելյուլիտի համար, նստաշրջանում և աստրերի մոտ ուներ ցելյուլիտ, այս անգամ պրոցեդուրան միայն նստաշրջանում ցելյուլիտից ազատվելու համար էր, հատուկ սարքը կպնում է այդ հատվածին և այդ հատվածը մի խոսքով վերև է բարձրացնում, կինը ունեցավ կլորիկ, գեղեցիկ իր ցանկացած հետևահատվածը, ոնց ասեմ, չգիտեմ, բայց այս հաճույքի համար 2700 եվրո վճարեց, պայմանավորվեց նաև 1 ամիս հետո վերադառնա, նույնը կատարի աստրերի հատվածում։ Հարցնում էին իսկ ձեր ինչին է հարկավոր, որովհետև որպեսզի գեղեցիկ լինի և ծովափում կարողանամ հագնել իմ ուզած բիկինիները։ Սիրելի ընկերներ, մի խոսքով հետաքրքիր էր, շատ հետաքրքիր էր տեսնել, մի կին կար 88 տարեկան էր ինքը, արդեն 2 անգամ կատարել էր լիֆտինգ, լիֆտինգի համար մեկը 55 տարեկանում էր արել, մյուսը ասեց 15 տարի հետո էր արել և սա լինելու էր իր երրորդ լիֆտինգը, ինքը դիմելու էր, որպեսզի այդ բժիշկը աներ, բժիշկները տարբեր էին, տարբեր հատվածներում էին անում և մեկ ուրիշ շատ ասեցին, որ Ֆրանսիայում սնկի պես աճում է այդ պրոցեդուրան, հետաքրքիր մի բան ասեմ, ու ժուրնալիստները կատարել էին իրենց ուսումնասիրությունները։ Դա քրինոթերապին է, այսինքն մարդիկ, ինքը կաբինայի նման մի սարք է, մտնում ես մեջ, այդտեղ -150 աստիճան է։ Նախ մինչև այդտեղ մտնել բնականաբար տարբեր տեսակի թղթեր են ստորագրում, ճնշումն են ստուգում մարդու,
եւ բժիշկը անպայման մասնագետը պետք է այդտեղ քեզ հետ խոսի, որպեսզի համոզված լինի, որ դու քեզ ոչինչ չի պատահում, որովհետեւ այդտեղ մարմնի ճնշումը արա բարձրանում է, իսկ մարմնի ջերմաստիճանը իջնում է -150 աստիճանի, այդ սարքի մեջ ես մտնում, որտեղ -150 աստիճան է, ասում եմ մարմինը սկսում է ծակծկել։ Մոտավորապես 3-4 րոպե են մնում, շատ չեն մնում այդտեղ, որովհետև վտանգավոր է առողջության համար ու մասնագետը անդադ պետք է հետդ խոսի։ Այս սարքի վերաբերյալ ժուրնալիստներն մի հետաքրքիր փորձ էին կատարել։ Ժուրնալիստներից մեկը չէր ասել, որ ինքը նկարահանում է, գաղտնի տեսախցիկով մոտենում է կենտրոններից մեկին, հարցնում է օգտակար եւ վնասակար կողմերը, օգտակար նշում են, որ այս սարքի միջոցով կարելի է նիհարել, ինչպես նաեւ նախնական օրինաչափումը չեն չափում, տվյալ մասնագետը առանձնապես ուշադրություն չի դարձնում, միայն ասում է, որ սա է, այստեղ մտեք վճարեք, մտեք այստեղ, 3 րոպեն անցնում է, դուրս է գալիս, մի խոսքով առանձնակի ինչ-որ ուշադրություն չեն դարձնում։ Ժուրնալիստը այստեղ հեռանում է եւ արդեն երկրորդ գործողությունն է կատարվում, մեկ այլ ժուրնալիստ, ելի իրենց խմբից է, զանգահարում արդեն ներկայանում է, ասում է, որ ինքը ժուրնալիստ է, ոչ տեսանյութ են պատրաստում, թե ինչպիսի կողմնակի ազդեցություն կա եւ արդյոք օգնում է նիհարելուն, թե չի օգնում։ Այստեղ ասում է արդեն մասնագետը, որ չգիտեք, այդքան չեմ կարող պնդել, որովհետեւ նման ապացույցներ չկան, որ հնարավոր է նիհարել։ Իրականում մեկ այլ բժիշկ մասնագետ, ով ունի իր կլինիկան արդեն մի քանի տարի առաջ, ինքը առաջիններից է եղել, ով բացել է այդ տեխնիկայից օգտվող, այդ սառեցնող այդ սարքերը, առաջինն է ներմուծել Ֆրանսիա, Ամերիկայից եւ այդ ամբողջ տարիների ընթացքում, մոտավորապես 7 տարի ինքը զբաղվում է, այդ 7 տարիների ընթացքում տարբեր մարդկանց հետ աշխատելով ստուգել է արդյոք սա օգնում է այս մեթոդը, որպեսզի նիհարեն մարդիկ, թե ոչ, ասել է, որ ոչ։ Այնպես որ ընկերներ ու ինքը ուներ ցույցել էր տալիս, որ չի կարելի ասել, որ նիհարեցում է, առողջության համար կարելի է ասել, որ ինչ-որտեղ լավ ազդեցություն է ունենում առողջության վրա, բայց գիտական որևէ ապացույց չկա, որ դա նիհարելու համար է, իսկ շատերը հիմա օգտվում են առիթից եւ այն գովազդում են որպես նիհարելու տարբերակում մարդկանցից շատ շատերը, ովքեր որ ցանկանում են նիհարել, հենց նիհարելու այդ ցանկությունից ելնելով են գնում այդ սարքից օգտվելու։ Այդ սարքը շատ թանկ չէ, ընդամենը 3 րոպեի համար վճարում ես 40 լիվր։ Ոնց որ սկսեց